Ինչու է մարդկանց առողջությունը սրընթաց վատանում եւ արդյոք բնական աղետները գնալով ավելի անորմալ են դառնում։ Գիտնականները բացահայտել են այս մտահոգիչ փոփոխությունների ընդհանուր պատճառը, թե ինչ են նրանք հայտնաբերել։ Իմացեք անցյալ շաբաթվա կլիմայական իրադարձությունների մասին այսօրվա թողարկման մեջ։ Թուրքիա։ Դեկտեմբերի 7-ին Անտալիայի նահանգում ուժեղ անձրևներ եւ կարգտահարություն տեղաց։ Դեմրե շրջանում հեղեղատար անձրևները հեղեղեցին ջերմոցները, իսկ փրկարարների կողմից տարանվեցին մեքենայում փակված 2 մարդ։ Ալանիա շրջանում կարճ ժամանակահատվածում տեղաց անձրևի գրեթե 1 ամսվա նորման, հասնելով 150 մմ-ի։ Հորդառատ անձրևների պատճառով մեքենաները մնացին ճանապարհներին, որոշ խանութներ եւ գրասենյակներ ջրհեղեղի ենթարկվեցին, իսկ մեկ վայրում փլուզվեց հենապատը։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Հրշեջները 8 մարդու փրկեցին հեղեղված ստորգետնյա անցումում արգելափակված մեքենայից։ Գալիբ դերը լողափում ալիքը հսկայական քանակությամբ աղբ եւ թափոններ է ափանել։ Ինչեքում շրջանում ափերից դուրս եկած արվակը մղվեց դեպի ծով եւ գրեթե ոչնչացրեց հինգաստղանի հյուրանոցի սրճարանը, ափի երկայնքով ցրելով կահույքն ու սարքավորումները։ Ստամբուլը նույնպես տուժեց ուժեղ անձրևներից։ Քաղաքի փողոցներում եւ պողոտաներում երթևեկությունը կանգ էր առել։ Երկրի ամենահեղինակավոր համալսարաններից մեկի, Բողազիչի համալսարանի տանիքի արտահոսքի պատճառով ջուրը լցվել է բոլոր 5 հարկերը եւ ներխուժել նկուղ։ Դեկտեմբերի 8-ից սկսած որոշ տեղերում ուժեղ անձրևները վերածվել են ձյան։ Արադ ձյունը փակել է 62 ճանապարհ արևելյան Անատոլիայի տարածաշրջանի 3 նահանգներում։ Վիետնամ։ Դեկտեմբերի 3-ի երեկոյան վիետնամական Լամ Դոնգ նահանգում ուժեղ անձրևներ տեղացին։ Հաջորդ առավոտյան գետերում եւ ջրամբարներում ջրի մակարդակը սկսեց արագ բարձրանալ։ Կամլի գետի վրա այն գերազանցեց 2019 թվականի պատմական առավելագույնը։ Անվտանգության նկատառումներով ջրամբարներում արտակարգ կերպով բացվել են դարպասները։ Լոնգ Սոնգում թափված ջրի ծավալը հասել է ռեկորդային վայրկյանում 1200 խորանարդ մետրի։ Հանկարծակի տարափների եւ հորդառատ անձրևների համադրությունը ստեղծեց հզոր հիդրավլիկ հարված, անակնկալի բերելով Լամդոնգի արևելյան շրջանների բնակիչներին։ 1000-ից ավելի ընտանիք շտապ տարհանվեց։ Ոստիկանությունը փրկեց Կաֆեդ ջրամբարի նախագծային աշխատանքներ կատարող 6 գեոդեզիստների։ Նրանց դուրս բերեցին վարարած ջրերի միջից, օգտագործելով անվտանգության պարաններ։ Մի քանի ժամվա ընթացքում հեղեղած ջրերը լցվեցին ավելի քան 6200 տներ, փողոցները վերածելով պղտոր գետերի։ Որոշ տեղերում ջրի մակարդակը բարձրացել է մինչև 2.5 մետր։ Տարածաշրջանում տեղի է ունեցել 16 սողանք եւ ազգային մայրուղու բազմաթիվ հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ափի մոտ ավելի քան 250 նավակ եւ ձկնորսական նավակ պոկվել են իրենց խարիսխներից եւ քշվել դեպի ծով։ Գյուղատնտեսական հողերին եւ ձկնաբուծարաններին լուրջ վնաս է հասցվել եւ մոտ 4000 գլուխ անասուն եւ թռչուն է զոհվել։ Ցավոք, աղետը խլեց 2 մարդու կյանք։ Իսկ Հարևան Խան Հուա նահանգում դեկտեմբերի 4-ին ծանր եղանակը հեղեղել է Նհատրանք շրջանը։ Հարյուրավոր ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները այս ամսվա ընթացքում 4-րդ անգամ ջրհեղեղից խուսափելու համար։ Սեյսմիկ ակտիվություն։ Դեկտեմբերի 6-ին Կանադայում հաբարտ սառցադաշտի տակ տեղի ունեցավ 7 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Յակուտատ քաղաքից մոտավորապես 90 կիլոմետր հյուսիս-արևելք։ Հիպոկենտրոնը գտնվում էր ընդամենը 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի արձագանքները զգացվել են հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա, Ալյասկայի հարավ-արևելքի քաղաքներում, այդ թվում Ջունոյում եւ Անկորիջում, ինչպես նաեւ կանադական Յուկոնում։ Երկրաշարժի մագնիտուդին չնայած ցունամիի մասին նախազգուշացում չի տրվել եւ լուրջ վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։ Երկրաշարժից անմիջապես հետո սկսվել է հետցնցումների ինտենսիվ շարք։ 4 օրվա ընթացքում գրանցվել է առնվազն 230 իրադարձություն, 3 եւ ավելի մագնիտուդով, այդ թվում 5 ուժեղ մինչև 5.8 մագնիտուդով։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի արևելյան ափին տեղի է ունեցել եւս մեկ ուժեղ սեյսմիկ իրադարձություն, 7.6 մագնիտուդով, ամենաուժեղ ցնցումները գրանցվել են Հաչինոհե քաղաքում։ Երկրաշարժը ցունամի է առաջացրել, մինչև 70 սանտիմետր բարձրությամբ ալիքներ են դիտվել Իվատե պրեֆեկտուրայի Կուջի նավահանգստում եւ մինչև 50 սանտիմետր բարձրությամբ ալիքներ Հոկայդո պրեֆեկտուրայի Ուրակավա քաղաքում։ Աոմորի պրեֆեկտուրայում հետևանքները զգալի են եղել, Հաչինոհե նավահանգստում գրանցվել է հողի հեղուկացում։
Կայանատեղիում ճաքճքած գետնից ժայթքել են ավազի և ջրի շատրվաններ, հրդեհաշիճման համակարգի ակտիվացման ժամանակ քաղաքի հիվանդանոցի 3 հարկերը ջրհեղեղի են ենթարկվել։ Չիչինոհ և Մուցու քաղաքներում հարյուրավոր տնային տնտեսություններ մնացել են առանց ջրի և էլեկտրաէներգիայի։ 45 դպրոց վնասվել է, իսկ դասերը դադարեցվել են 318 ուսումնական հաստատություններում։ Աոմորի, Իվատե և Հոկայդո պրեֆեկտուրաներում վիրավորվել է ընդհանուր առմամբ 50 մարդ։ Նրանք վնասվածքներ են ստացել հիմնականում ընկնելուց և առարկաներից հարվածներից։ Տարածաշրջանի տրանսպորտային ցանցը կաթվածահար է եղել։ Ֆուկուսիմայի և Շին Աոմորի միջև գտնվող Տոհոկու Շինկանսեն արագընթաց գծի երթևեկությունը դադարեցվել է, 3 գնացք մնացել է գծերի վրա։ Ծառայությունը խափանվել է մետրոյի մի քանի կայարաններում, այդ թվում Սապորո գծում։ Հոկայդոյի արագընթաց մայրուղիները ժամանակավորապես փակվել են, ինչպես նաև փակվել է լաստանավային երթևեկությունը Ցուգարա նեղուցով։ Մոտ 200 ուղևոր ստիպված է եղել գիշերել Հոկայդոյի ամենամեծ օդանավակայանի Չիտոսեի տերմինալում։ Կարևոր ենթակառուցվածքները նույնպես վտանգի տակ են հայտնվել։ Տոմատի Ածումա ջերմաէլեկտրակայանի էներգաբլոկներից մեկը ավտոմատ կերպով անջատվել է։ Աոմորի պրեֆեկտուրայի Ռոբկաշո գյուղում միջուկային թափոնների վերամշակման գործարանի օգտագործված միջուկային վառելիքի պահեստային պոչամբարից արտահոսել է ռադիոակտիվ նյութեր պարունակող մոտ 650 լիտր ջուր։ Արտահոսքը կանխվել է։ Գլխավոր ցնցումից, որի ուժգնությունը կազմել է 7.6 մագնիտուդ, հաջորդ 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել առնվազն 7 խոշոր հետցնցում, որոնցից յուրաքանչյուրը կազմել է մինչև 6.6 մագնիտուդ։ Ռուսաստան։ Դեկտեմբերի 3-ին Օխոտսկի ծովից եկած հզոր ցիկլոնը հարվածեց Կամչատկային, մի քանի օր կաթվածահար անելով տարածաշրջանը։ Ուժեղ քամու պոռթկումները, որոշ տեղերում հասնելով վայրկյանում մինչև 46 մետրի, պոկել են տների արտաքին պատերը և տանիքները։ Լեսնայա գյուղում վնասվել են բնակելի շենքերը, կրթական և վարչական շինությունները, ինչպես նաև դիզելային էլեկտրակայանը։ Իվաշկա գյուղում փոթորիկը տապալել է էլեկտրահաղորդման սյունը, բնակիչներին թողնելով առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման։ Թերակղզու արևելյան ափին ալիքները հասել են 9 մետր բարձրության։ Իսկ Կորֆ գյուղում փոթորկի ալիքը հեղեղել է թռիչքուղին և օդանավակայանի ենթակառուցվածքները։ Պետրոպավլովսկ-Կամչատսկի Միլկովո մայրուղու վրա երթևեկությունը խցանվել է վատ եղանակի և զրոյական տեսանելիության պատճառով։ Դպրոցները մի քանի օրով չեղարկվել են։ Հիմնական անոմալիան դեկտեմբերյան ջրհեղեղն էր։ Զրոյից բարձր ջերմաստիճանի պատճառով ձյունը արագ հալվել է և անձրևի հետ միասին տարածաշրջանային մայրաքաղաքի փողոցները վերածել է հսկայական լճակների։ Քաղաքի մուտքերը այնքան էին հեղեղվել, որ հնարավոր էր անցնել միայն ռետինե կոշիկներով, և տասնյակ մեքենաներ խորտակվել էին ճանապարհներին առաջացած լճերի մեջ։ Իսկ դեկտեմբերի 9-ին Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները բախվեցին մեկ այլ բնական անոմալիայի՝ ձնափքի հետ։ Իտալիա։ Դեկտեմբերի 3-ից ի վեր Իտալիայի հարավը տուժել է ուժեղ անձրևներից։ Ապուլիա, Բազիլիկատա և Կալաբրիա շրջանների համար հայտարարվել է նարնջագույն եղանակային տագնապ։ Կալաբրիայի Կրոտոնե նավահանգստային քաղաքը ամենաշատը տուժել է։ Ընդամենը 2 ժամվա ընթացքում տեղացել է 100 մմ անձրև, որը գերազանցում է ամսական տեղումների քանակը։ Սա հանգեցրել է աղետալի ջրհեղեղի։ Հրշեջներն ու փրկարարական ծառայությունները ամբողջ գիշեր տարանել են մարդկանց հեղեղված մեքենաներից։ Ապուլիա շրջանի մայրաքաղաք Բարիում ուժեղ անձրևը և քամին ոչնչացրել են ճարտարապետական կառույցը, որը վերարտադրում էր տարածքում մի ժամանակ կանգնած հին բազիլիկայի ձևը և պահպանում էր քաղաքի առաջին բնակավայրերի հիշողությունը։ Կառույցը գտնվում էր հավաքման փուլում, և կառույցի մասամբ հավաքված տարրերը փլուզվել են տարերքի ազդեցության տակ։ Բարեբախտաբար, փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Սաուդյան Արաբիա։ Դեկտեմբերի 8-ից 9 Սաուդյան Արաբիայի արևմտյան մասը նույնպես տուժեց ավերիչ փոթորկից։ Այն բերեց ուժեղ ամպրոպներ, ուժեղ քամիներ և հանկարծակի ջրհեղեղներ։ Մեքքա և Մեդինա շրջանները լուրջ վնասներ կրեցին։ Ջիդա քաղաքում 5 ժամվա ընթացքում տեղաց ռեկորդային քանակությամբ անձրև մինչև 135 մմ, որը գերազանցեց դեկտեմբերյան միջինը ավելի քան 11 անգամ և գրեթե կրկնակի գերազանցեց տարեկան միջինը։
Եղանակի վատթարացման պատճառով դպրոցներում դասերը դադարեցվեցին։ Ջրհեղեղներ տեղի ունեցան նաև Մեդինայում, վնասելով ենթակառուցվածքները, խաթարելով երթևեկությունը եւ դադարեցնելով կարևոր միջոցառումները։ Քաղաքացիական պաշտպանության խմբերը փրկեցին 5 մարդու այն բանից հետո, երբ հեղեղը քշել էր մեքենան։ Այս ծայրահեղ եղանակային պայմանները առաջացել էին սառը օդային զանգվածների եւ անապատային տաք օդի բախումից, որը մինչև վերջերս համարվում էր մթնոլորտային երևույթների հազվագյուտ համադրություն, բայց այժմ դառնում է նոր սարսափեցնող երևույթ։ Իրաք։ Դեկտեմբերի սկզբին հյուսիսային Իրաքը հայտնվեց հզոր փոթորկի էպիկենտրոնում։ Դեկտեմբերի 9-ի գիշերը տեղատարապ անձրևներ տեղացին Սուլեյմանիե նահանգի Չամչամալ շրջանում եւ հարակից տարածքներում։ 24 ժամվա ընթացքում տարածքում տեղաց ապշեցուցիչ 81.2 մմ անձրև, որը ծանրաբեռնեց տեղական ջրահեռացման ենթակառուցվածքները։ Տները եւ խանութները ջրհեղեղի ենթարկվեցին, փողոցները վերածվեցին մոլեգնող հեղեղատների, իսկ Սուլեյմանիե քաղաքը Չամչամալի հետ կապող գլխավոր ճանապարհը դարձավ անանցանելի։ Ջուրը քշել է տասնյակ մեքենաներ։ Էլեկտրաէներգիան եւ ինտերնետը ժամանակավորապես անջատվել են, եւ արտակարգ ծառայությունները շուրջօրյա աշխատում էին տուժածներին օգնելու համար։ Փոթորիկը խլեց 2 մարդու կյանք եւ մի քանի մարդ վիրավորվեց։ Իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն եւ բացեցին ժամանակավոր կացարանները, տարանված բնակիչներին տեղավորելու համար։ Այս փոթորիկը վերջին տարիներին տարածաշրջանում ամենաավերիչներից մեկն է։ Աննորմալ տեղումներ, հսկայական կարկուտ, հզոր եւ անսովոր ամպրոպներ։ Այս եւ այլ կլիմայական անոմալիաները պայմանավորված են մեր ժամանակներում մտահոգիչ դարձած գործոններով։ Եվ մենք ինքներս ենք ստեղծել դրանցից մեկը, նույնիսկ չկասկածելով դրա հետևանքների մասշտաբների մասին։ Մենք խոսում ենք միկրո եւ նանոպլաստիկի մասին, մանր մասնիկների, որոնք շատ ավելի փոքր են, քան մարդու մազերը եւ հաճախ անտեսանելի են անձեն աչքով։ Դրանք արդեն առկա են ամենուրեք, մթնոլորտում, օվկիանոսներում, հողի մեջ եւ, ամենակարևորը, մարդու մարմնում։ Այսօր մեր առջև ծառացած ռիսկերը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է միկրոպլաստիկը իրեն պահում մոլեկուլային մակարդակում տեղի ունեցող գործընթացներից մինչև ամբողջ էկոհամակարգերի վրա դրա ազդեցությունը։ Ինչպես հայտնի է, վերջին տասնամյակներում օվկիանոսը արագորեն տաքանում է, մեծացնելով գոլորշիացումը եւ խաթարելով մթնոլորտային շրջանառությունը։ Մթնոլորտային ջերմաստիճանը եւ խոնավությունը բարձրանում են։ Միևնույն ժամանակ, էլեկտրաստատիկ լիցքավորված նանոպլաստիկի մասնիկները գործում են որպես արդյունավետ խտացման միջուկներ։ Սա նշանակում է, որ ջրի կաթիլները կարող են սառչել ցածրադիր շերտերում եւ ավելի բարձր ջերմաստիճաններում, որը նորմայից բարձր է 4-ից 10 աստիճան Ցելսիուսով։ Այս տեղաշարժը արագացնում է անպակոյացումը եւ ստեղծում է ծայրահեղ իրադարձությունների պայմաններ, խոշոր կարկուտ, ուժեղ տեղատարապ անձրևներ, անոմալ կայծակներ եւ հիդրոլոգիական ցիկլի խաթարում։ Այսօր մենք հասել ենք կրիտիկական կետի, որտեղ անհնար է լուծել կլիմայական ճգնաժամը, միաժամանակ չանդրադառնալով պլաստիկով աղտոտման խնդրին։ Այս երկու գործընթացները փոխկապակցված են եւ փոխադարձաբար լրացնում են միմյանց։ Ավելին, միկրոպլաստիկն ազդում է ոչ միայն մթնոլորտի վրա։ Նոր տվյալները ցույց են տալիս, որ այն սրում է գեոդինամիկ ճգնաժամը, խաթարելով մոլորակի ընթերքից ջերմության հեռացման բնական մեխանիզմը։ Գիտությունը հստակ եւ աներկբա ցույց է տվել միկրո եւ նանոպլաստիկ նյութերի կործանարար ազդեցությունը։ Դրանց ազդեցությունը ոչնչացնում է բջիջները, օրգանները եւ համակարգերը, եւ դա ազդում է ոչ միայն կլիմայի, այլև մարդու առողջության վրա։ Մենք ունենք միայն մեկ մոլորակ, որը ցավոք աղտոտված է պլաստիկով եւ փախչելու տեղ չունենք, հետեւաբար մենք չենք կարող հետաձգել որոշումը, քանի որ մեր գոյատևումն է վտանգված։ Սա այլևս գիտական խնդիր չէ։ Գիտությունն արդեն ցույց է տվել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցույց տալու համար։ Մենք կարող ենք կատարել այնքան հետազոտություն, որքան ցանկանում ենք, եւ գիտական հանրությունն անում է այն, ինչ կարող է, բայց մինչև լայն հասարակությունը չլսի այս ահազանգը, ոչինչ չի փոխվի։ Միայն միասին գործելով մենք կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը եւ պահպանել մեր ունեցած ամենաարժեքավոր բանը՝ կյանքը։